Սիրելիներս ողջույն բոլորին, առավոտյան ժամը 6:30 է, երեխաներին ճանապարհում ենք մրցաշարի ու մենք էլ իրենց հետ ճանապարհ ենք ընկնում, այնտեղ մնալու ենք 3 օր ու փորձելու ենք համ մրցաշարին հետևենք, համ հանգստանանք, կտրվենք օրվա հոգսերից ու լավ ժամանակ անցկացնենք։ Մեզ երկար ճանապարհ է սպասվում, գնալու ենք մոտավորապես 4 ժամ, ամեն դեպքում նավիգատորը այդպես է ցույց տալիս, չգիտեմ ընթացքում ինչ որ բան կփոխվի թե չէ, բայց ճանապարհը երկար է լինելու։ Շատ գեղեցիկ ճանապարհ է սպասվում, մենք մոտավորապես 7 տարի առաջ էլի այնտեղ ենք եղել, հիշում եմ, որ Սիրուն անտառների միջով անցնող ճանապարհ է։ Հիմա այդ ամեն ինչը վերհիշելով կհասնենք Իզումրուդնե հանգստի բազա, որտեղ եւ մեր սպորտ բազան է։ Աղջիկներ ջան, մենք արդեն հասել ենք, հիմա երեխեքին ենք սպասում, հեսա ուր վրա է, իրանք էլ կհասնեն, մենք 3 ժամ 20 րոպեում ենք եկել, այստեղ շատ լավ տեղ է, շատ սիրուն, բնությունը հիասքանչ, օդը շատ մաքուր, ձախ հատվածում սպորտային բազան է, կոմպլեքս ֆուտբոլի դաշտեր եւ այլն, կոտեժներ սպորտսմենների համար նախատեսված։ Այնտեղ սպորտզալն է, այս դիմացի շենքը, որ տեսնում եք ներքևը ճաշարանա, որտեղ երեխեքը պետք է սնվեն, իսկ այս աջ հատվածում ռեստորան, հյուրանոց, սրճարան, պիցերիա, ինչ որ տենց բաներ է, հետևի հատվածում փոքրիկ շատ փոքրիկ անտառակ, գնանք այդտեղով կանցնենք մի հատ համել ձեզ էլ ցույց կտամ ու արդեն ջրամբարն է։ Տեղը կոչվում է Իզումրուդնես, գտնվում է մեր քաղաքից մոտավորապես 300 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, Նիժեգորոդսկայա օբլաստում։ Ինքը սպորտ բազա է, այսինքն բազա հանգստի գոտի է, հանգստի բազա է, որտեղ մի հատվածը առանձնացրել են ուղղակի սպորտսմենների համար, այդպես մրցաշարեր կազմակերպելու համար։ Այդպես, պետք է սպասենք երեխեքը գան, կտեղավորվեն իրանց համարներում, որը արդեն նախապես պատրաստված է ու արդեն կանցնեն խաղի։ Խաղը 12:40 է կարծեմ սկսվում։ Այնտենց հուսով եմ, որ կարդարացնեն իրենց։ Շատ մեծ հույս ունեմ, որ այստեղ տեղ չկար, տարբերություն կտեսնենք գոնե բանի հետ կապված, մուրումի հետ համեմատած, տարբերություն հուսով եմ կլինի։ Պարզվում է մեր երեխեքը լավ ուշանում են, տրեյները զանգեց ու ասեց, այսինքն Արամը զանգեց, որ ճշտի որտեղ են, պարզվում է իրանք լրիվ ուրիշ ճանապարհով են գնացել, չգիտես ինչի, ուրիշ քաղաքների մեջով եւ այլն ու մոտավորապես 7 ժամ 6 ժամից ավել արդեն անցել է, որ պետքա հասնեին 3.5 ժամում ընդամենը, 6 ժամից ավել անցել է ու իրանք չկան։ Արամը գնացել է ու խաղը խնդրել է այնտեղ կազմակերպիչներին, որ հետաձգեն ու եթե մենք պետքա խաղայինք մի հատ 12:40, մի հատ 3:30, մենք խաղալու ենք 3:30 միանգամից 2 խաղը իրար հետևից։ Չգիտեմ երեխեքը ոնց են կարենալու այդքան երկար ճանապարհից հետո միանգամից։ Մեր երեխեքը վերջապես ժամանեցին, գնանք դիմավորենք, պետքա գնան հաց ուտեն ու տեղավորվեն մինչև գա իրանց խաղի ժամը։ 7 ժամ հետո են հասել, Արման ջգետ հեռախոսով խոսում եմ, ասում է համ հոգնած ենք, համ էլ փոխվել ենք ավտոբուսի մեջ։ Իրանք մտածել են, որ խաղին կհասցնեն, ցենց րոպե առաջ կհասնեն խաղին, դրա համար նախապես փոխվել են ավտոբուսի մեջ։ Ասում եմ կուզես նորից ավտոբուսով հետ դառնաս, ասում է հա երևի հետաքրքիր է եղել։ Հիմա տեսնենք ինչ է սպասվում մեզ։ Երեխեքը եկել են ու միանգամից ճաշարան են մտել հաց ուտելու ու բոլորը վերցել են մակարոն, սոսիսկա։ Մեկը չկա որ մի հատ առողջ ծնունդ վերցնի։ Այստեղ բրինձ կար, տեսականին շատ էր։ Արման, վկուսնը։ Արմանչիկը բանա արքայության մեջ է սոսիսկա է ուտում։ Տրեյները կռիվանում, ինչի ոչ մեկ առաջին չի վերցել, այսինքն սուպ էր։ Տրեյները բոլորին ուղարկեց սուպ վերցնելու։ Երեխեքը արդեն տեղավորվել են, գնանք մի հատ համ Արմանչիկի շորերը տանենք սումկան մեր մոտա, համ էլ մի հատ տեսնենք իրանց բաները, կոտեժները ինչ ձևի են։ Տառական կա, չկա, ստեղ են երեխեքը խաղալու։ Անցած անգամ Արամ այստեղ են խաղացել Արտուր ենք, հիշեցի, մենք ստեղ երկրորդ անգամ ենք, մի անգամ էլ Արտուրի հետ ենք եկել մի 7 տարի առաջ էլի այս ամիսներ էլի մայիսներ ու սենց ցուրտ չէր, այսօր շատ ցուրտ է։ Էլի ցուրտ էր, բայց հիշում եմ, որ արև էր, որովհետև նկարներ կա ես ընդեղ օգնոցներով բան նենց լավ պատրաստված։ Հա, այս մերոնք չեն։ Հենա Արմանчик-ն է, ոչ Արմանчик չէր։ Հա, հենա։ Это наши, да? Հա, փոստեր մերոնք են։ Խաղում են։ Հենա Արմանчик-ը կանգնած։ Տրի, մեզ ասեցին։ Հա, ես հասկացա սա ոնց է։ Տրի, այստեղ փաստորեն ամեն մի բանը շարքը
մի համար ունի ու այնտեղ արդեն ենթահամարներ էլի երկուսի մեկն ասա կողքը երկուսի երկուսը Знаете, вот она не сработала, только нет, берите все. Дети помочь. 3-3, да? 3, ահա вот прям. Լավ մեծ կոմպլեքս է, մեծ կոտեժներով։ Ով է սա։ Հեսա 3-ի 3-ը։ Ստեղ երևի սպիտակ եղենն է։ Բացի տեսնենք ուր ենք մտնում արամ։ Ես հիշում եմ, որ Արտուրեն ժամանակով ահավորված հոտ էր գալի։ Օգնեմ։ Այն ռազդիվալկայի հոտ էր գալի։ Ասեց մեկը լավ չի աշխատում, հա։ Ոնց հասկացանք։ Ահա։ Так։ Հանենք քարտը։ Դուրը փակենք։ Հա, ժավելի հոտա գալի։ Հա։ Ժավելով մաքրել են։ Այս իրանց միջանցքն է, պահարան, կախիչներ, երեխեքի համար։ Տեսնենք արմանչիկը որտեղ է տեղավորվել։ Օ, այս իրանց դուշն է։ Այստեղ երեխեքը արդեն իրանց եղածները դրել են։ Այստեղ էլ լվացարան, տուալետ եւ այլն։ Մի հատ տեսնեմ տուալետը մաքուր է։ Այս էլ բանն է, էլի։ Այս արամարիս էս էլ ստեղի $1 կարապներն են։ Так, ստեղ ինչ ունենք։ Հա, այս արմանչիկ իրա ռյուկզակ արդեն դրել է, մենք իրա շոյերը բերեցինք։ Ստեղ իրա սպարտիվնի բաներն են։ Հակուստ բարականեր։ Զարյադիչնիկը սումկայի մեջ ես դրել։ Հեռուստացույց ունեն այստեղ, կոնդիցիոներ ունեն, լամպաները ամեն մեկի կողքը։ Так, հիմա ես անցնում եմ պատուհանը, լավ էլ ցածր է պատուհանը։ Ով է սա։ Ստեղ ինչ ունեն։ Դարա կա ուղակի, աթոռներ կա, քարցերոպ ունեն մեծ, դատարկ ըստ երևույթին։ Так, հիմա մի հատ բարձից հոտ ենք քաշում ու հասկանում ենք մաքուր է թե չէ։ Պաստիլը։ Ճիշտ է, մենք արմանչքին սրբիչ դրել ենք, բայց փաստորեն ստեղ էլ կար։ Հələ մի վայրկյան արամ։ Հա, լավն է։ Приятный հոտ է։ Դե հələ որ մաքուր է, այս երեխեքը գան կավիրեն։ Տուն գնալուց առաջ որոշեցինք Արամի հետ գանք ռեստորան, մի հատ ուզում եմ ցույց տամ, այստեղ այնքան սիրուն է, լիքը ծաղիկներ կան։ Հայաթում լիքը մարդ կար, Արամն ասում է, այստեղ ոնց որ շատ ախառ է, իզորել եկել ենք։ Ասում խի ախառը մի հատ նա ինչքան գողանալու բան կա։ Ծաղիկները մի հատ ցույց տամ։ Գողանալու բանը ծաղիկներ է նկատի ունեմ։ Ես տենց բան ունեմ էլի ռեստորանից ինչ որ տեղերից հիվանդանոցից պոլիկլինիկայից բան ծաղիկ գողանալու բաց սովորություն։ Մի օր ոստիկանությունը հետևիցս գալու է։ Այս անթուրյումից ես էլ ունեմ, բայց վերջին անգամ չեմ հիշում երբ է իմը ծաղկել։ Մի անգամ այսինքն ծաղկել։ Իսկ սա տեսեք ինձ սիրուն աստեղ արդեն պիլցան թափել է։ Միակ ծաղիկը, որ կուզեմ ստեղից տանեմ, այդ եվրոյի ծաղիկն է, անունը չեմ հիշում։ Այ պատուհանի մոտ։ Այ հեսա ցույց տամ, որը այս սա է։ Այն որ մի հատ սենց ճուղա բարձրացել։ Այս սա։ Որովհետև իմը ոչ մի ձև չի աճում։ Սա էլ զոքանչի լեզուն է, մեր գործի տեղն էլ կա, շատ լավ աճել է ու նույնիսկ ծաղկում է, ես չգիտեի։ Արդեն ընտրել ենք, ինչ ենք ուտելու, ու սպասում ենք մեր պատվերին։ Ռեստորանը շատ սիրուն ֆոտոզոնա ունի, սիրուն փունջա, փուչիկներով, փայլուն, վրացական բաներով, գլխարկներով։ Մեր մոտ է ռեստորան կա վրացական սենց բաներով, գլխարկներով։ Դնում նկարվում ենք ամեն անգամ ինչքան գնում ենք, ամեն անգամ նույն նկարը նույն գլխարկով։ Այս էլ մուտքն է, դոմինո։ Վերջ գնանք տուն, լավ օգնոց ենք։ Հոմ գիշերը շուտ ենք արթնացել, ու առավոտը շուտ ենք արթնացել։
5 կես։ Հոմել դե շոտ ենք հոգնել։ Ես էլ ռեստորանի մուտքը։ Այ, ծաղիկները։ Գնացինք։ Չէ, Աննան էր։ Բոլորին բարի առավոտ, մենք մի հատ արագ սուրճ խմենք ու պատրաստվենք դուրս գանք, որովհետև մի ժամից երեխեքի խաղը սկսվում է։ Ես այս դեպքերում ասել եմ, չէ, որ միշտ իմ սուրճը բերում եմ ու հենց այսպես էլ պատրաստում եմ։ Եռմանջուր ուղղակի լցնում եմ վրան ու վերջ։ Կամ տենց մարդիկ, ովքեր այս տարբերակով են սուրճը պատրաստում։ Ինքը իրականում ավելի առամատը շատ տարածվում է, բայց ու համել դե երբ որ հնարավորություն չկա սուրճ եփելու, այսինքն սրճեպ կամ աման, չնայած ես այստեղ չեմ էլ նայել ամաններ կան թե չէ, տենց հարմար էլի սուրճ եփելու, բայց քանի որ ես գործի տեղը սենց եմ խմում, գիտեմ որ համով է, ոչ մի բան չի լինի իմ հետ, դրա համար այսօր էլ եմ այսպես պատրաստում։ Մենք արդեն տեղում ենք, առաջին խաղը սկսվում է ժամը, մի հատ տեսանայեմ ասեմ, 12 րոպեից, այսօր նենց լավ է, տաք խաղով ես, ակնոտ կլինենք, վերջապես աչքերս չի չորանա, երեխեք արդեն մարզվում են, ռազմիկա են անում, ուր Արմանչիկը, այսօր առաջին օրն անում, Արման, մերնիմ կոնքին, այսօր Արմանչիկի առաջին օրն է, որ առանց մեզ, իր անկերների, իր սաստավի հետ գիշերը անցկացրել, մտածում ես գալիս ենք հոգնում ենք մեր հանգստյան օրերը անցնում են, մեկ է մտածում ասում եմ արդա էլի, մենք էլ ենք ինչ-որ տեղ գնում, դուր, կամերան մոռացել ենք, Արամը սա խաղերի նկարում է, կամերան մոռացել ենք տանը, այն տանը, որտեղ որ գիշերը անցկացրել ենք, բան, հիմա հեռախոսով կնկարի, շտացիվն էլ Արմանչիկի մոտ է, գնամ ընդեղից բերեմ, որ նկարենք, այսօր 3 խաղ են ունենալու, 9-ին, 1-ին ու 5-ին, ինձ անոր օր ասպասվում մեզ, հարցեցի ոնց անց է գիշերը։ Չի բացում, երկու հատ բանալի կարեր եք, մեկ ասես լավ չի աշխատում, մեկը նորմալ աշխատում է։ Հիմա տվել ասա, ասում է, ոչ մի ձև չի բացում։ Ահա, всё, լավ։ Ոայ մամա ջան, ես ինչա կատարվում ստեղ։ Ես ինչ ունիմ տղոն մինիմ ջոն ինչ-որ բան առել որ ուտի։ Մտակ շտացիվը վերցնենք ու գնանք խոզանոց, մի հատ խոզանոց, էլ ստեղի վիճակը դոմինո են խաղացել։ Երեք մենք շատ փորձություններով լի օր ենք ունեցել։ Առաջին խաղը երեխեքը կրվում են, երկրորդ խաղը Նիչայա վերջանում։ Առաջին խաղակեսը լավ պայքարում էին, լավ խաղում էին, որովհետև համեմատած ուժ ունեին։ Երկրորդ խաղակեսից սկսվեց գոլերը կերան, այդպես բարդվեցինք։ Երկրորդ խաղին Նիչայա իրանք էլ 2-2 պրծավ հաշիվը։ Թողեցինք երեխեքին ու գնացինք տուն։ Ես այնքան հոգնած էի անցած երկու շաբաթները իմ համար շատ ծանր շաբաթներ էին։ Հասել ենք տուն։ Ես քնել եմ ժամը 8-ին, մինչև այսօր առավոտ ժամը 7-ից քնել եմ 11-ից, արթնացել եմ, պատրաստվել եմ գիշերվա քնին ու նորից քնել եմ մինչև այսօր առավոտ։ Это что там за вилла? Երեխեքը էքսկուրսիա են գնում, սա պլանն է այս բազայի, դրանյալ ցույց է տալու, թե իրանք որտեղ են ապրում։ Да не шелкайся! Вот здесь. Ну сейчас мы дойдем вот так. Вон. Нет. Ма, Так близко море. Горьковское водохранилище называется Горе-море. Может даже Мы живем вон там, вон, за вторым полем. вот это наши домики. Да. Вилла есть. А это ГАЗ-21. Нет, Հին մեքենաների ցուցադրությունը։ это экспонат. Говорю, смотрите, руками не трогайте. Путник это 2108. А это там... Հին մեքենաների ցուցադրությունա տրեները պատմում է, թե որ մեքենան որ թվականի արտադրանք է։ Բոլորը շոկի մեջ են, իրանք sense բաներ չեն տեսել։ Вообще замечательно. Խաղը վերջացավ, երեխեքը գնում են զբոսանքի, ես ու Արամն էլ ենք տրեների հետ գնում, որ համել կարողանանք օգնել։ 7-2 հաշվով պրծավ խաղը, մերոնք կրվեցին 7-2, ճիշտ է լավ չի որ կրվեցինք, բայց երբ որ համեմատում ենք թե մուրմուն ոնց էին խաղում,
հունվար ամսին տարվա սկզբին, երբ որ իրանք նոր սկսել էին գնալ տուրնիրների, այնտեղ խայտարակ վիճակ էր, բացարձակ ոչ մի բան չէին հասկանում, չգիտեին դաշտում ոնց իրանք պահեն խաղը, ոնց ընդհանրապես սկսվում եւ այլն։ Հիմա տարբերությունը շատ է, իրանք արդեն վազում են, պայքարում են գնդակի համար, դաշտում իրանք պահելու ձևը գիտեն, փոխանցումներ անելու ձև գիտեն, մի խոսքով ամեն դեպքում կարողացան 2 հատ գոլ խփել ու չմոռանամ ասել, որ իրանք խաղում են այնպիսի թիմերի հետ, որոնք որ հարուստ ակումբների երեխեք են, որտեղ ակումբը փող չի խնայում ու ամեն ջանում է իրանք երեխեքի համար, մի խոսքով հիմա դե տեսնենք, հույս ունեմ, որ ընթացքում ավելի լավ կսկսեն խաղալ ու գոնե մենք էլ այդպես հաղթանակներ կունենանք, էլի ուրախ կլինենք, որ եկե հասել ենք այստեղ։ Տրեներն ասում է, թվում է ճիշտ արեցինք, որ եկանք, որովհետև պետք է նստեինք բանում դոմիկներում, այդ կոտեջներում, ես էլ իրանց վրա անգամ ջղային անայի անընդհատ։ Իհարկե ճիշտ է կարել, ճիշտ է մի քիչ ցրտոտ է, բայց ամեն դեպքում երեխեքի համար մաքուրոտ, նովայ обстановка, ճիշտ է, սա իրանց տարիքի հրապարակ չի, խաղահրապարակ չի, բայց ամեն դեպքում էլի բան է, հիմա գնում ենք ջրամբարի մոտ, այնտեղ շատ սիրուն է։ Շատ սիրուն է, բնություն է, օրևը ոբշե սիրունացնում ով, ոյ ոնց եմ սիրուն, որ օրևը դուրս է գալիս։ Գառան մորթիներ են, այսինքն սա գառի չի, սա է երևի գառի, բայց սա ինչի է չգիտեմ, չնես կարող գառ չի, պրոստը որ խոչուճա ինձ թվում է թե գառա, մենք մոտեցանք ջրամբարին, երեխեքը մի անգամից նենց վազեցին ջրի մոտ, ոնց որ պլյուս 30 է, իրանք էլ ահավոր շոքած են, սուրտ է իհարկե, ինչ խոսք, սիրուն է, մի 7 տարի առաջ երբ որ եկանք, ճիշտ ասած չեմ էլ հիշում ինչ ձևի էր ստեղ, մենակ հիշում եմ, որ նկարվել ենք, ինչ որ նկարներ կան հիշացնող, 11 հոգի է, մի հատ հաշվենք տեսնենք այդքան, շատ սիրուն տեսարանով, շատ սիրուն, երկինքը, այս ռեստորանը երևի Իզումրուդն է, այնտեղ բաներ են, տաղավարներ կան սիրուն բազմոցներով կաշվի, բայց երևի դեռ չի աշխատում, որովհետև ցուրտ է, ուղղակի այդպես բազմոցները դրել են, հələ դասավորածել չի նորմալ, ջուրը դե բնականաբար շատ սառն է, ճանապարհն էլ է այստեղ շատ սիրուն, որովհետև շատ նեղ ճանապարհ է ու ամբողջ կողքերը բիրյոզաներ են, շատ սիրուն է։ Ինչ-որ պլաշատկա կա ավազով, այդտեղ են գնում, տեսնենք ինչ կա, հենա հա մարդիկ կան խաղում են երևի, կգնան կկեղտոտվեն, կհոգնեն, հա ջան, հա վազինգերներիդ մոտ, Սա թենիսի դաշտ է, հեռախոսից մեջ տեղ չկա, այսօր իրիկունը տեսնեմ կարողանամ, գոնե մի քիչ մոնտաժ անել, որ կարողանամ նորերը նկարեմ, նա պատժված է այս մի երեխեն, փախել էր, վախացրեցին մուրը, 11 հոգի ենք, նայում ենք, սաղ տեղն են, մեկ էլ վերջի պահին արդեն շարժում ենք ու չկա մեկը, երեխեքը գոռում են, գնացել է մտել է կաֆե, հիմար, վախացրեց։ Արամ հետ եկել ենք քաղաքում զբոսնենք մի քիչ, մի 2 ժամ ազատ ժամանակ ունենք, մտել ենք սուրճ վերցնենք, այստեղ նաև խանութացիրուն սենց շկատուլկաներ են վաճառում իրանց ռուսական նախշերով, տարբեր գույնի, տարբեր ձևի, 3800 ռուբլի, 6200 ռուբլի, 2 հարկանի բանաշկատուլկա է, տախտակները, իրենց խլամայով սիմիները, սիմանք ինչեր են, էլիզար թատուպեր, 450 ռուբլի, ստեղ կին չկա, ստեղ տեսնենք ինչքան է, 550 ռուբլի, այս փոքրերը 1600 ռուբլի,
Սենց կլորներն էլ կան։ Հավեսա։ Փոքր ամաններ կան։ Էլի փայտից պատրաստված տախտակներ։ 500 ռուբլի։ Հեռախոսի պատստավկա, ստեղ էլ կար հեռախոսի պատստավկաներ, հիմա ցույց տամ։ Սրանք են։ 850 ռուբլի ամեն մեկը։ Ինձ թվում է այսպիսի նախշերով սպասք շատեր իրենց տան ունեն դեռ նախկինից մնացած տատիկների եւ այլն խախտումներով տարաները։ Գթալներ, մեր տանն էլ կար օրինակ սենց գթալ հիշում։ Այստեղ էլ էլի նույն նախշերով տարբեր ամաններ են։ Սա սնդուկը ավելի մեծ։ Սաղճկը գիտի թե մենք առաջ անգամ ենք կոֆե վերցնում, ստեղ ինստրուկտաժ են անում։ Էսում նա։ Քեզ։ Արամի հետ որոշեցին քաղաքում մի քիչ ման գանք, ինտերնետում նայում էին քաղաքի տեսարժան վայրերը, տասնյակի մեջ մտնում էր այս տունը, Ծիրիմ Ռուսկովը Սամավառը։ Եկել ենք լիքը մարդիկ կան, հավաքվել են, այստեղ տուրիստները նկարում են, գիտ կան նույնիսկ պատմում, բացատրում եւ այլն։ Այս ամբողջ փողոցը ոնց հասկացա իրանց քաղաքի կենտրոնն է, հին գորոջեցը։ Թանգարաններ շատ կան, շատ են։ Մի հատ էլ արի ստեղ իջնենք, տեսնենք ինչ կա կանք։ Աշկի սեսի Արամ։ Հա, հենա։ Իրանց բանի ջրամբարի ափնա։ Մենք փոշմանեցինք ներքև չիջանք, բայց տեսարանը շատ սիրուն է։ Շատ էս տունը, տնակը։ Աստիճաններ կան, բայց կարելի է իջնել։ Կարող է իջնենք Արամ։ Խի։ Չենք իջնում փաստորեն։ Լավ չի էլի թամբալություն ենք անում, հասել ենք ստեղ ու երեխեքին են բերել էքսկուրսիայի իջնում են։ Նայում ենք այս տներին, այ մի հատ էլ ցույց տամ էլի։ Չգիտեմ, կարող է մեր համար է շատ անհասկանալի։ Այս տներ են, որ Ռուսաստանի ցանկացած քաղաքում ու գյուղում կան ու իրանք արտաքինից առանձնապես ոչ մի բան չասող տներ են, բայց մարդիկ կանգնած են օփշոց լսում են ուղակի, մենք երևի չենք հասկանում։ Մենք այսպիսի տներ մենակ հեքիաթների ու մուլտֆիլմերի մեջ ենք տեսել հայերս։ Այստեղ ամենուր են։ Սա ինչ է։ Так, управление культуры и туризма։ Հա, սա ադմինիստրատիվ բանա, շենքա։ Իրանց մշակույթի ու туриզմի նախարարությունն է։ Մի խոսքով բան չկա տենալու։ Ինչ ճիշտն է, ճիշտը։ Նևսկի արձանը։ Իրանց մշակույթն է, իրանց արյան մեջ է։ Մենք ոնց ենք Հայաստանում մի հատ սարի ու թփի ու ծառի համար մեր սիրտը բան է լինում։ Թրթռում է։ Տենց էլ իրանց փայտի տների համար։ Մենք չենք հասկանում։ Հա, այնտեղ էլ կար պիրանիկներ կային։ Թանգարան Ալեքսանդր Նևսկի անվան։ Բայց Արամ ասա, որ կոլորիտային քաղաք է, տենց իր այդ նեղ փողոցները, բան ամենտեղ նույնն է, էլի։ Այս քաղաքի ոչ մի թաղամաս իմ պատկերացմամբ ոչ մի թաղամաս իրարից չէր տարբերվում։ Որ փողոցով անցնում ենք, ինձ թվում էր թե մենք անցել ենք այդ փողոցով, բայց իրականում տարբեր էին։ Հա, փաստորեն Ցերեմոնովը բալոտան սա էր։ Նկարի մեջ ինքը ավելի սիրուն է, քան իրականում։ Ամբողջը ճահիճակ կողքեր ուղղակի նստարաններ են։ Մարդիկ գալիս են իրանց համար իրան ժամանակն են անցկացնում։ Ճայերը լողում են, իրանց որսն են ման գալիս։ Էս էլ բանա, կաֆե է, Услада։ Վերջ գնացինք։ Մի ժամից արմանջկենց խաղը սկսվում է։ Միջև հասնենք։ Մի քիչ էլ նստենք մեքենայի մեջ։ Արդեն կգա զբորի ժամանակը։ Ձայները։ Մարդ պարապլինի գաստեմի 3 ժամ նստի Արամ։ Ես կոմ են կոմ նայի, մարդկանց նայի։
Ոչ մի բանի մասին էլ չմտածի։ Մենք всё-таки որոշեցինք գանք իջնենք ներքև, որովհետև վերևից շատ տպավորիչ էր ու սիրուն էր։ Մտածեցինք խաղից հետո գանք մի քիչ ման գանք, նոր գնանք տուն։ Հավեսա շատ դուրը շատ է գալիս տեղ։ Կաֆեները արդեն փակ են։ Ուշա երևի դրա համար։ Պատկերացնում եմ ամառ ինչ լավ է լինելու ստեղ։ Այս տարվա ապրողների բախտը այս առումով շատ է բերել։ Այնտեղ շինարարություն է, հա, երևի գնում։ Թազա պորտ են սարքում։ Ստեղ ինչ է, մի հատ տեսնենք։ Նավի տեսքով ինչ որ բան է, կաֆե է, հա, այս Արամլարի մոտիկ գնանք։ Ոնց որ կաֆե է։ Չէ, պլաշատկա է։ Խաղահրապարակա նավի տեսքով։ Այս աստիճաններով պետք է իջնեինք։ Գորդ մաստիվ։ Նկարել էինք ստեղային։ Հա, ստեղ էին նկարվել։ Գորոջ էշին գրած էր։ Հա։ Սիրուն է շատ։ Գորդ մաստիրով։ Դες ստեղ էլ տները, բաները, պատուհաններն է իրանց ոնց էր կոչվում։ Ոյ, հա, ճիշտ է։ Ստեղ ոնց հասկացանք այդ բանը ընդունված է, որ իրանց տների պատուհանների այս փեղկերը, որ փակվում են գիշերները, դրանք չհանեն, չթարմացնեն, չնորացնեն, այսինքն այդ կոլորիտը պահեն, որովհետև քաղաքի բոլոր տները ունեին այդ փեղկերը։ Եթե նույնիսկ տները, որ վերանորոգված էին, ամեն դեպքում այդ ռուսական շունչը պահել էին։ Սա թանգարանային տուրիստական կոմպլեքս է, որը գտնվում է Վոլգա գետի ափին, փայտից տնակներ են, որոնք կառուցված են հենց հին ռուսական մոտիվներով, կարծես ռուսական հեքիաթի տնակներից լինեն, սուր տանիքներով, իսկ պատուհանների փեղկերը, ինչպես տեսնում եք, նախշերով են։ Իդեպ սա այդքան էլ հին կառույց չի, մոտավորապես 16 տարվա պատմություն ունի, 2010 թվականին է կարծեմ կառուցվել։ Այստեղ իսկապես ցանկացած այցելու կարող է մաստեր-կլաս անցնել վարպետների մոտ, սովորել ձեռագործություն, ոսկերչություն, ասեղնագործություն։ Ասում են, որ զբոսաշրջիկները նաև սովորում են կտորից խաղալիքներ կարել, ձևավոր ժապավեններ գործել, ասեղնագործել սփռոցների ու թաշկինակների վրա կամ պատրաստել ցանկացած հուշանվեր։ Իսկ վերջում իրենք իրենց հեղինակած աշխատանքը տուն տանելու հնարավորություն ունեն։ Ափսոս մենք շատ ուշ եկանք, ամեն ինչ փակ էր ու ներսից ոչինչ չկարողացանք տեսնել։ Պատուհանները, որ տեսնում եմ, մոտ տպավորությունն է, որ հեսա փեղկը կբացվի ու կասեն ներսից կուկու, կուկու։ Շատ սիրուն ափսոս։ Մեզ նկարող չկա։ Всё, մենք վերջացեցինք, գնում ենք, լավ ցուրտ է։ Երկու հատ նկարվեցինք, ես Արամին նկարեցի, Արամին ինձ նկարեց։ Մի հատ սելֆի արեցինք։ Ուտել չենք ուզում, այսօր ոչ միտեղ չենք գնալու, որովհետև ցերեկը կերել ենք երկու անգամ, մի հատ տեն ժամը 12-ի կողմերը, քանի որ ես իմ դեմքիս բուժման համար դեղերը ուղիղ 12-ին պետքա խմեմ, մի հատ այդ ժամանակ ենք կերել հաց պանիր, երշիկ էր Արամը առել, խանութից տենց մեքենայի մեջ կերանք, ուրիշ տեղ չէին կարա գնենք, որտեղ խաղը 15 րոպեից սկսվում էր։ Մեկն էլ էլի երրորդ խաղից առաջ էլի կերանք, էլի նույն բանը տեսականին ուրիշ էր ուղակի։ Ու տենց ու վերջինը երեկունը չգիտեմ։ Մի ասես թեթև պերիկուս կանենք, մառոժնի օրինակ, ինչ որ տենց մոտ։ Ու վերջ, կքնենք, կհանգստանանք, որ վաղը մեզ արդեն երկար ճանապարհ է սպասվում, երկու խաղ ու երկար ճանապարհ։ Օրս սուրճով սկսել եմ, սուրճով էլ ավարտում եմ, բայց ի տարբերություն առավոտվա սուրճի երեկոյան պաղպաղակով եմ խմում։ Սա վերջին 2 տարիների իմ ամենասիրելի պաղպաղակն է, միշտ սրանից եմ ուտում, ինձ դուր է գալիս այդ քաղցի ու թթվաշության համադրումը։
Սա իմ դեմքի կրեմն է, որը բժշկի նշանակմամբ եմ օգտագործում միայն այդ կրեմը, ուրիշ ոչ մի, ու մեկ էլ մի բան եմ ուզում ասել, այս մի քանի օր է, այս 2 օրը այնքան չի կարելի ներեմ կերել, ինձ կաթնամթերք բացարձակ չի կարելի, բայց ես մի արդեն քանի անգամ պաղպաղակ եմ կերել։ Վնասակար ուտելիքներ ու ֆաստ ֆուդ չի կարելի, բայց ես այսօր 2 անգամ երշիկ եմ կերել, ինքն էլ պանիրով, որը էլի կաթնամթերք է համարում։ Մի խոսքով, այս ամբողջը ավարտում ենք այսօր ու արդեն վաղվանից նորից անցնում ենք առողջ ծնունդին։ Ու այդ ամեն ինչը նրա համար, որ դեմքիս այսքան բուժումը ջուրը չընկնի ուղակի։ Այսօր մեր վերջին օրն է այս բնակարանում, մենք արդեն դուրս ենք գալիս։ Մի հատ ուզում եմ արագ ցույց տամ, որտեղ ենք ապրել ու դուրս գամ Արամը ներքևը սպասում է։ Սա խոհանոցն է, ինքը նավաստրոյկա շենք է, բայց 3 հարկանի է, այն մեր սովորական 5 հարկանի շենքերի նման, բայց 3 հարկանի, ուղղակի պրոյեկտը շատ լավն է։ Պահարանների մեջ ամեն ինչ կա, սպասք, նույնիսկ մակարոն, համեմունքներ, բան այդպեսի բաներ էլ կա, բայց մենք չենք օգտվել դրանից, որովհետև դրսում ենք կերել, այստեղ ոչ մի բանից ձեռք չենք տվել, բացի այս 2 փոքրիկ ամաններից, հա մեկ էլ են բաժակից պաղպաղակ ենք կերել, մնացած մեր ուտելը դրսում է եղել, տանը ոչ մի բան չենք արել։ Մի հատ համ ստուգեմ, տեսնեմ հո բան չեմ մոռացել, ու լույսերն էլ անջատեմ ու դուրս գանք։ Ուրեմն այսպես միջանցքով մտնում ենք զալ ննջասենյակ, էլի այստեղ սրբիչներ, սպիտակեղեն, փոքրիկ բազմոց, մի խոսքով ամեն ինչ կա, նույնիսկ հարթուկ ֆեն, սուշիլ կա, սա մեր անկողինն է, որ ես չեմ հավաքում, որովհետև հիմա ինքը պետքա գա հավաքի մապրի դասավորի, սա բանը, սանհանգույցը միասին է։ Ու այսպես միջանցքով դուրս են գալիս ու գնում տուն։ Այսպեսի փոքրիկ բնակարան։ Շատ մաքուր, շատ մաքուր, շատ։ Մի հատ վերջնական նորից է ունեմ։ Հուսով եմ, որ շնբան չենք մոռացել։ Չէ, ոչ մի բան չենք մոռացել, ամեն ինչ վերցրել ենք, բնակարանը շատ մաքուր էր, շատ լավ բուրում էր։ Հիմա տոպրակս էլ վերցնեմ ու դուրս գանք բաները, բայց ես ներ այնքան հետաքրքիր է, հիմա ցույց կտամ, ինքը լավ մեծ է, այն Սկացվում է, որ նավաստրոյկայի այն մեր խրշոկեքի նման չի, մտնում ես ոտք դնելու տեղ չկա։ Так, բանալին այսպես ենք անում ու գնացինք։ Մենք 3-րդ հարկում էինք, վերջին հարկում։ Տեսեք ինչ երկար միջանցքներ ունեն։ Լավն ճոշի հոտորովուտ գիշերով ես կոֆե եմ խմել, Արամը չի հասցրել խմի, որտեվ երկար քնեց ու քանի որ կոֆեի սիրահար չի, այդպես դիտմամբ չեմ էլ արթնացրել։ Մտածեցի ավելի լավ է քնի։ Всё, բանալին գրպանիցս հանի Արամ։ Գնացինք։ Բագաժնիկը բաց է։ Բագաժնիկը դնելու է։ Չի խանգարի, չէ՞ այս ավտոն Արամ։ Բագաժնիկը բացելու համար չի խանգարի, չէ՞։ Տոկ։ Давай։ Ես պետք շուռ կգա, լավ, հետո դու բան կանես։ Կկապես։ Վերջ։ Գնացինք այսօր մեր բախտից այնքան լավ օր է, տոկ։ +20 է ցույց տալիս։ Հա։ Տները գունավոր, ֆասադները շատ ուրախ տներ են, 3 հարկանի նավաստրոյկեք են։ Չկար չէ՞ այստեղ 9 հարկանի Արամ, տեսել ես։ Հա, ես էլ ոնց որ չեմ տեսել, հիմնականում սեփական տներ են, սենց փոքրիկ։ Алло. Наталья, доброе утро. Մեր նախավերջին խաղն է։ Երեխեք արդեն սկսել են։ Արմանջիկ ենքան ոտախողում, ենքան շոտո կռիվանում, դաշտի մեջ ով իրան կպնում է, ինքը բրդում գցում է, նույնիսկ մի հատ դեղին քարտ ստացել։ Բացարձակապես տարբերվում է Արտուրից, Արտուրի խաղից։ Ես չգիտեմ, այս երեխան երևի ավելի լավ է գնա բարբայի, քան մարտեր առանց կանոնների, քան ֆուտբոլով զբաղվի, որովհետև շատ ագրեսիվ խաղացող է։ Շատ էմոցիոնալ է, Արտուրը շատ հավասարակշռված էր, ինքը շատ էմոցիոնալ է խաղում, ու դա ես չգիտեմ լավ է թե չէ, Արտուրն ասում է լավ է, ժոստկի խաղացող է,
Ասում եմ, բա որ լավա դուք տես չես։ Օй, խփեցի։ Ես հաշիվը ինչքան է։ Եկել ենք պիցա ուտենք, մինչև երեխու երկրորդ խաղը սկսվի։ Փոքրիկ ցելը, այնտեղ պատուհանից այն կողմ փուռա, որտեղ պատրաստվում է պիցան։ Ու այսպես փոքրիկ երեքա սեղանիկներ են դրված։ Մի հատ ցույց տամ, որտեղ է թխվում։ Արմանչիկի հետ այ հենամ տեղա թխվում։ Արմանչիկի հետ հելոքի դեռ չեն գնացել այստեղ։ Մի տեսակ մեղքս գալիս է, որ մենք ստեղ մենակ նստենք ուտենք, ինքը այնտեղ պարապում է։ Բայց ոչինչ, խաղը որ վերջանա, կգանք։ Սպասիբա։ Հեսա մեր պիցան էլ բերեցին։ Հավինիսով սնկով պիցա է։ Վերջացեցինք, դուրս եկանք մի հատ էլ չիզքեյք կերա շոկոլադնի, բայց համ շոտ էր, համ քաղցր էր։ Համ էլ այնքան թանկ էր, մի կտրու 400 ռուբլի։ Խայտարակություն։ Սենց տեսարան ունի։ Սրճարանը, պիցերիան։ Естественно, называется. Վերջ գնանք, տնանք ինչ ենք անում։ Գնաց մի խողետ էլ նայենք գնանք տուն։ Երեխեքը պայքարում են 5-րդ տեղի համար։ 5-րդ չէ Արամասիր։ Մազերս այս բանից հետո 5-րդ տեղի համար, չէ։ Մազերս այս բանից հետո ինչ էր անունը կերատինից հետո մի տեսակ կպնում է իրար, ոնց որ կեղտոտ լինի, բայց իրականում կեղտոտ չի։ Շատ հավես կոտեժներ են։ Համ փոքրերը կան, համ մեծերը 2 հարկանի նույնիսկ չերդակով երևի ավելի շատ։ Դիք ընտանիքներ կան, ովքեր եկել են իրանց երեխեքի հետ ընտանիքով հանգստանալու, նույնիսկ շատ փոքր տարիքի երեխեք կալյասկաներով։ Շատ լավ տեղ է լավ ժամանակ անցկացնելու համար, այս մաքուր օդը շնչելու համար, հատկապես մայիսյան տոներն են։ Մարդիկ ունեն 2-3 օր հանգիստ ժամանակ, հանգիստ օր, այդպես իրանց հանգիստը պլանավորել են Իզումրուդնիում։ Իսկ մենք ուրիշ նպատակներով ենք եկել, մենք համատեղել ենք հաճելին օգտակարի հետ, համ տուրնիրը, համ էլ հանգիստը, բայց դե իսկապես լավ հանգստացանք, կտրվեցինք այդ առօրյա հոգսերից, մտածմունքներից, լավ էր։ Ապրի Արմանչիկը, որ մեզ նման հնարավորություն է տալի, ու Արամը, որ ֆինանսապես կարում է ապահովի այդ ամեն ինչը։ Հիմա սպասում ենք վերջին խաղին, էդ էլ կխաղանք, նագրաժդենիային էլ կմասնակցենք, մրցանակաբաշխությանը ու վերջում կգնանք տուն Արմանչիկին մենք կվերցնենք մեր հետ, էլ ինքը ավտոբուսով չի գնա, որ շուտ հասնենք, որտեղ Արամը միանգամից գործի է գնալու, իրիկունը մի քանի ժամվա գործ ունի, պետքա գնա, չի կարա հասնի, հետո գնա, չի ստացվի հասնենք, հետո գնանք Արմանչիկի հետևից, տորպեդո դրա համար ավելի լավ է ինքը մեր հետ գա։ Մեր վերջին խաղն է սկսվում, նենց հոգնած եմ, Արամին ասում եմ մեր կյանքը ավտոյի մեջ անցավ էս 3 օրը, չնայած համ լավ հանգստացել ենք, կտրվել ենք, նկատի ունեմ, երեխեքը հաց չեն կերել, դեռ չեն ճաշել, խաղից հետո են ճաշելու, որ կարողանան վազեն, ճաշը 12-ից 2-ն է, իրանք հիմա կխաղան, կգնան հաց կուտեն, ես արդեն գնացել եմ Արմանչիկի մոտ, չեմ հիշում ասեցի, թե չէ, երեկ իրիկունը զանգեց, ասում է կրոքսիստ հայը կորել է, ասի գնամ գտնեմ, այն էլ մինչև ես գնացի ինքը արդեն գտել էր, բայց ամեն դեպքում մի հատ ինձ կարիք կար շորերի վրայով անցնելու, հավաքեցինք, հիմա արդեն իրանք դուրս կգան երևի, եթե արդեն դուրս չեն եկել, հա հեն էլ նստած են այնտեղ, վերջին խաղան, հաց կուտեն, մրցանակաբաշխությանը կմասնակցեն ու կգնանք։ Սկսվում է մեր խաղը։ Հիշում եմ Արտուրենց հետ որ եկել ենք, այս դաշտում էինք խաղում։ Արմանչիկը փոքր էր, այս կարիդորով անդադ վազում էր։ Չէր թողում խաղը նայեինք, այնտեղ ինչ որ մանկական պլաշատկա էր տեսել, հետներս անդադ կռիվ էր անում, որ ուզում է գնա այդ պլաշատկայում խաղա։ Մի խոսքով տառապեցինք այդ 2 օրը մենք ստեղ։ Իսկ այս անգամ նենց լավ էր, Արամին ասում եմ լավ է, չէ՞ սենց մենակով։ Մենք մեր գլխի տերն ենք։ Ոչ մի բան չենք հարմարացնում երեխեքին։ Մերոնք ես խաղը հաղթեցին 3 Արման, 3-0 թե 4-0։ Պիտի շլով պոտկոտորեցի, պաշտպանեցի, չթողեցի որ գոլ խփեն։ Ինչքան 3-0 թե 4-0։ 4-0։ Դեմքը մաքրի։ Օխ, մոմոյ կյանք, մաքրի։
4-0 կրեցին, ստեղ արդեն մրցանակաբաշխություն ա լինել։ Վերջում պենալ չդրի։ Ոչինչ, խաղը բրծավ արդեն ժամանակը, պետք է այնտեղ պենալ խփեր, այն էլ չստացվեց։ Այս երեխեքը մրցանակները ստանում են գնան, իսկ մենք մնում ենք ընդհանուր մրցանակաբաշխությանը։ Все молодцы։ Есть надо все подряд, чтобы отметали все. Առավոտվա խաղը պարտվեցին, ծնողները հետ են ասում, որ բաներ, քնած են գալի չեն հասցնում արթնանան խաղան։ Դրա համար առավոտվա խաղերը միշտ կրվում են։ Բայց այս վերջ երկրորդը մալադիեց։ Շատ լավ էին խաղում։ Они точно вчера в клуб Սիրելիներս, այսքանով ավարտվեցին մեր երրորդյա մրցաշարերը Իզումրուդնիում, ինչպես արդեն ասացի, երեխեքը գրավեցին 5-րդ հորիզոնականը։ Դա իրականում այդքան էլ կարևոր հորիզոնական չի, բայց մեզ համար շատ կարևոր է, որովհետև մենք նախկինում դա էլ չենք ունեցել ու այսպես քիչ-քիչ գնում ենք դեպի առաջին հորիզոնական։ Իսկ ձեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ միշտ ինձ հետևում եք, որ դրական մեկնաբանություններ եք գրում։ Ուզում եմ ձեզ խնդրել, որ ել ավելի ակտիվ լինեք նաև մեկնաբանությունների դաշտում, որովհետև դա ինձ շատ օգնում է։ Բոլորից շատ սիրում եմ, համբուրում եմ, լավ մնացեք։